Գիրք, խաղալիք, կահույք, բջջային հեռախոս կամ այլ իրես պատրաստվում վաճառել լիստեում զգոն եղիր, խաբեության նոր ալիք է բարձրացել։ Հայտնվում են կեղծ գնորդներ, հետաքրքրվում առաջարկված ապրանքով, շտապեցնում, խարդախությամբ տիրանում բանկային քարտի տվյալներին ու հափշտակում քարտի գումարը։ Ինստագրամում ես տեղադրել էի բջջային հեռախոսի լուսանկար, որն ուզում էի վաճառել 70,000 դրամով։ Ինձ WhatsApp-ով գրեցին եւ ասացին, որ ուզում են գնել։ HiPost-ի հղում ուղարկեցին ու ասացին, որ լրացնեմ բանկային տվյալներս։ Կամ նշվում է, որ հեռու քաղաքից է, օրինակ Կապանից, ու չի կարող գալ տենց։ Կամ ասում է, ես եմ, օրինակ բնակարան պետք է վարձեմ, ես հիմա Ղազախստանում եմ կամ Մոսկվայում եմ, շուտով գալու եմ, բայց ուզում եմ գումար թողնեմ, որ ուրիշին չհանձնեք։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, դեպքը եզակի չէ եւ խաբեության զոհ են դարձել հարյուրավոր քաղաքացիներ։ Ձեռագիրը գրեթե բոլոր դեպքերում նույնն է, խարդախը ներկայանում է կնոջ անունով, գրում ռուսերենով կամ թարգմանված հայերենով։ Ուղարկում են արդեն հղում։ Եթե ապրանք է, ապա առաքման ծառայության, սովորաբար դա Yandex-ն է կամ HiPost-ը կամ էլ ինչ-որ հորինված սուրհանդակ կայք է։ Բայց եթե մարդ ուշադիր նայի կտեսնի, որ Yandex-ը չի կամ HiPost-ը չի, ինչ-որ հորինված հասցե է։ Ասում են, այս ծառայությունը դա կտեղափոխի կհասցնի ինձ, ուղղակի պիտի լոգինվեք, գրանցվեք եւ այս ծառայության միջոցով ապրանքը ինձ ուղարկեք։ Ձեզ ուղարկում են հատուկ ձևի հղում եւ այնտեղ պահանջում են ձեր քարտային տվյալները, որը մուտք անելուց հետո քարտային տվյալները ուղղակի քարտի միջից եղած ամբողջ գումարը գողանում են։ Հաճախ խարդախները գործարքը իբր հաստատելու համար պահանջում են նաև անձնագրային տվյալներ, հետագայում էլ զոհի անունով վարկ են ձևակերպում։ Ուղղակի պետք է մտնել Google, եթե չես հիշում, HiPost-ի հասցեն ստուգել ու համեմատել ձեզ ուղարկած հասցեի հետ։ Հավանաբար կազմակերպված հանցախմբեր են գործում։ Վերջերս այդպիսի մի հանցախումբ իմիջիայլոց բացահայտվել էր, օտարերկրյա քաղաքացիներ են։ Եթե բանկային քարտի տվյալները չեն պահանջվում, դա դեռ չի նշանակում, որ վտանգ չկա։ Ոլորտի մասնագետները հայտնում են խարդախության նոր տեսակի մասին։ Telegram-ի, Facebook-ի, Viber-ի հազարավոր օգտատերեր վերջին օրերին նամակներ են ստանում իր օգտին քվեարկելու հորդոր խնդրանքով։ Ձեզ ուղղորդում են կեղծ էջ, որ շատ նման է իր տեսքով Telegram-ի էջին, Telegram-ի լոգոն է դրված, եւ կեղծ էջում պահանջվում է մուտքագրել այն կոդը, որ դուք կստանաք Telegram-ի վրա։ Երբ դուք այդ կոդը մուտքագրում եք, դրանով իսկ հանցագործին հնարավորություն եք տալիս մուտք գործել ձեր հաշիվ։ Եթե չշտապի, կարդա այդ կոդի հետ գալիս է տեքստ, որտեղ գրած է. Սա ձեր Telegram-ի վերականգնման կոդն է, հանկարծակի ոչ ոքի չտակ, ոչ միտեղ չգրեք այս կոդը։ Ու տենց առանց կարդալու դնում են, փաստացի ստացվում է, որ այդ կոդը իրանք նվիրում են հակերին։ Փորձագետները զգուշացնում են, ձեր հաշիվը կարող է գրանցվել այլ էջերում կամ օգտագործվել գովազդային ամենատարբեր արշավներում կամ էլ հավելյալ հարձակումների համար։ Հարձակումներից պաշտպանվելու փորձված միակ ձևը նույնն է՝ պետք է ակտիվացնել պաշտպանությունը, երբ փուլային վավերացումը։ Տաթևիկ Աբրահամյան, Վահան Գուլոյան, Ժամ լրատվական։